Իդեպ հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցող Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնում էր, թե ով է ինքը։ Thank you very much. Ավելի վաղ իր ելույթներից մեկի ժամանակ Դոնալդ Թրամփը կարծես դարձյալ մոռացել էր Փաշինյանին, նշելով, որ ինքը հաշտեցրել է իր ընկեր Ալիևին եւ այն տղային։ Հայաստանն էլ անվանել էր Ալբանիա։ Հատկանշական է, որ ընդամենը 2 ամիս առաջ օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը եւ այդ տղան Սպիտակ տանն էին, որտեղ Թրամփի գլխավորությամբ ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, իսկ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ Այս քայլերը ՔՊԱ-ականները ներկայացնում էին որպես մեծ ձեռքբերումներ, բայց պարզվեց, որ ԱՄՆ նախագահը նույնիսկ չի էլ հիշում Փաշինյանին։ Հարց է առաջանում, կհիշի արդյոք Դոնալդ Թրամփը Հայաստանի կամ իր հովանավորությամբ հանձնված այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եթե Ադրբեջանը դիմի որևէ սադրանքի։